Ունես կողակից։ Ոչ։ Ինչի այս հարցը տվեցի, որովհետև շատ են ասում դե նման մեքենա է վարում, որովհետև ունի հարուստ կողակից։ Մի բան ասեմ, ես դեմ չէ լինի ունենայի կողակից, որը ըստ արժանվույն կգնահատեր այն ամեն ինչը։ Ես վատ չեմ նայում, որ քո կողքի տղամարդը մենակ ոչ թե լավ պահերին է քո կողքը, այլ սատար է կանգնում, ինչ որ հարցում։ Միգուցե ուզում ես գնել մեքենա, գումարդ չի հերիքում, իսկ դերասանի աշխատողից բոլոր դերասան եւ դերասանները կհասկանան շատ բարդ է առավոտյան արթնանալ 6-ին, չէ, եթե 7-ին ռեքն է, 2 ժամ շուտ ճանապարհ, գրիմ, մազ, չքնել հաջորդ օրը բան, ինչու՞ չէ, եթե քո կողակիցը տեսնում է, որ դու նման գրաֆիկով աշխատում ես ու մի քանի պրոյեկտում, եթե ինչ-որ հարցով տեսնում ես նեղվում ես, սատար չկանգնի։ Ինչու են դրան նայում վատ։ Վատ նայում են մարդիկ, միգուցե ովքեր չունեն նմանատիպ կողակից։ Դե իսկ դա իմ ընտրությունն է, ես կընտրեմ ինչ կողակից եմ ուզում, այսինքն դա իմ լեվելն է։ Ես չեմ նայում, ես բնականաբար մարդկայինի մասին հիմա չեմ խոսում, հիմա տակը կգրեմ, բան, ոչ, ես ունեմ մարդկային որոշակի կմախ հավաքած, որը որ եթե չեղավ, գումարային սադղակը ինչքան էլ բարձր եղավ, իմ համար 0 է եւ իմ կողքը տեղ չեն կարող ունենալ։ Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, ես մարդկային եմ առաջին անում, բայց եկեք ես որոշեմ, ես ուզում եմ իմ ամուսինը լինի տաքսու վարորդ, թե ինչ որ կամպանիայում օրինակ աշխատի ինչ որ լավ հաստիքով, որ հետագայում ընտանիք կազմելուց մենք չունենանք խնդիրներ։ Եթե ես աղջիկալով կարող եմ աշխատել մի քանի $1000 ամսական, այո, ես ունեմ ոչ թե պայման, այլ ցանկություն, որ իմ տղամարդը պետք է լինի ել ավելի բարձր։ Իսկ նմանատիպ կնոջ կողքը տղամարդը ել ավելի է բարձրանում, կինն էլ հետը։ Դա իմ կյանքի որոշումն է։ Ամեն դեպքում դու կոմֆորտի սիրահար մարդ ես։ Միանշանակ, իհարկե, այո։